Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեծ ճշգրիտ եւ հավաստի բարձրաբանումներ, իհարկե ամենից ամենանեողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես, Լիաննա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենա խորագրի շրջանակում։ Այս շաբաթ Օվենա խորագրի շրջանակում հայտնվեցին Արթուր Մարատիչը, Կարինա Արուստամյանը եւ Ալինա Ավետիսյանը։ Գուշակելու են նրանք Օվենա խորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք էթերին։ Օվենա խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք, դե իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը՝ ամենից ամենաաստղային կենդանիներ։ Ինչպես հայտնի է, ամենից ամենայբարի ավանդույթներից է ամեն տարի անդրադառնալ մեր հայ հայտնիների ընտանի կենդանիներին։ Եվ այս տարին էլ բացառություն չէ, սակայն պետք է անկեղծ խոստովանեմ, որ այս թեման մեր ամենից ամենաթիմի ամենասիրելի թեմաներից է։ Հատկապես մատնանշեմ ռեժիսոր Հասմիկ Կբիլյանին, որը ամեն անգամ, երբ անդրադառնում ենք այս թեմային, պայման է դնում իմ առջև, որպեսզի բոլոր հյուրերը պարտադիր գան հենց իրենց ընտանի կենդանիների հետ, որպեսզի ինքը առիթ ունենա նրանց սիրել, շփվել նրանց հետ։ Մի խոսքով առանձնակի բարևներ փոխանցեմ մեր ամենից ամենաթիմի ընտանի կենդանիներին, օպերատոր Վաչեի Ռոդվելերին, ռեժիսոր Հասմիկի Կատվին, մոնտաժող Տիգրանի Չորկոտանի ընկերոջը եւ իհարկե իմ փոքրիկ ամadzիներին եւ անդրադառնանք արդեն մեր այսօրվա շքերթի մասնակիցներին եւ իրենց տան ընտանի կենդանիներին։ Հետաքրքիր բացահայտումներ ու անկեղծ խոստովանություններ դիտում ենք հենց այս պահին։ Կենդանիներ միշտ շատ եմ սիրել, բայց մեր տան առաջին ընտանի կենդանին դարձավ Ֆիբին, որին հաճելի անակնկալ ձևով նվիրեցինք աղջկաս, Աղասի Հունանյան։ 3 տարի առաջ էր, աղջկաս ծնունդ էր լինելու, ասեց պապ, այս տարի ուզում եմ Իտալիա, մեկի ուզում եմ մի հատ շուն, ասի աղջիկ ջան Իտալիան կլինի, բայց շունը դժվար։ Ինձ էլ մի հատ դեմքի արտահայտություն ընդունեց, որ ավելի լավ է շունը, քան թե Իտալիան։ Աղջկաս ճանապարհեցինք Իտալիա, կնոջ սասյակեն էի, ուզում եմ ուրախացնել։ Աղջիկս մինչև գնաց իր հանգիստը վայելեց։ Եկավ օդանավակայանում արդեն մեր հրաշք Ֆիբի 1 ամսեկան էր, սպիտակ, սիրուն, տարանք օդանավակայան։ Ու աղջիկս դուրս եկավ, դեռ ինքը խաբար չի որ ինչ է եղել։ Մեկը որ չտեսավ, սենց արեց, վայ, էս իմն է, ասի հա, ու տենց բերեցինք տուն այդ մեր հրաշքին։ Ժամանակ շատ չար էր, այն որ տապճ զանավես կա, ինչ կար, այն երեխուն, փոքր երեխուն ման, սաղ ավիրում էր, բայց հետո որ մի քիչ մեծացավ, ինքան խելացի է, ինքան լավն է, որ իր այդ չարաճությունը արդեն մենք սիրում ենք։ Որ դրսից տուն ես գալիս, ինքան հավեսով է դիմավորում, որ դու են հոգնածություն, այն որ դարդուցավ, ինչ ունես չունես, այդ ամեն ինչը մոռանում ես։ Նույնիսկ հիմա որ ես եկել եմ ստե հաղորդման արդեն կարոտել եմ այդ մեր հրաշքին։ Հիմա որ մերոնք շատ են սիրում ճանապարհորդել, իրանք գնում են, ասում եմ ես շան հետ կմնամ տանը։ Ինքան հաճելի է որ մնում ես, ներվերդ հանգստանում է, թեթևանում ես, իր այդ ամեն ինչը, իր խաղը, իր ամեն ինչը, իր ջերմությունը քեզ մեծ էներգիա է տալիս։ Ցեղատեսակը աղջիկս է շատ ուզում, որ ամերիկյան կոկեր լինի, ունի նաև իր մեդալյոնը, վրան գրված Ֆիբի, դեռ նոր 3 տարեկան դարձավ մի քանի օր առաջ, որ հələ ծնունդել գնացինք Դիլիջանում նշեցինք ռեստորանում։ It's my birthday. Come on, baby. Մենք հիմնականում ուր գնում ենք, նույնիսկ որ երկրից դուրս ենք գնում, հետներս տանում ենք, ինքը չիպավորված է, անձնագրով, բանով, սաղ, այդ սրսկումները, այդ ամեն ինչը ընտիր անում ենք, մեզնից լավ ենք պահում, ասեմ իմանանք։ Աղասին անկեղծ խոստովանում է, որ Ֆիբին դարձել է իրենց տան անդամը, որին մոտենում են ամենայն նրբանկատությամբ, սիրով եւ հոգատարությամբ։ Շատ խելացի շուն է ու շատ ջիգարով
հավեսով, չարաճճի, բայց շատ տկլիկ է։ Ու վարքյանական ոնց է ինքը գտնում։ Ունենք շատ տարբեր ձևի խաղալիքներ, որ սիրում է խաղալ։ Օրինակ մի քանի ձևի չստիկներ ունի, դրանք վերցնում է, սկսում է պատեպատ տալ, գնդակով է սիրում խաղալ, հետը խաղում ենք, շատ մեծ էներգիա է ստանում իրենից։ Գնա։ Հիմա տեսեք, որ տունը մարդ է գալիս, հենց տեսավ կոշիկները հանում է, չստիկները բերում է ատամներով, դնում է այդ տանը հյուրի դեմը, որ առանց չստիկների չլինի։ Այդքան խելացի է, որ ասում ես չի կարելի նստի պարկի, թաթիկով խփում է, ինչ ուզես արդեն հասկանում է։ Աղասին անկեղծ խոստովանում է, որ Ֆիբին բոլոր տան անդամներին շատ սիրում է, սակայն յուրաքանչյուրին ունի իր առանձնահատուկ մոտեցումը։ Մենք իր համար որպես խնամակալ ենք, բայց աղջիկս իր տերն է։ Մենք որ տանն ենք հլում, ես կինս տղես, այն որ ասում են շոկոլադնի отношения։ Հենց աղջիկս գալիս է, լրիվ փոխվում է, սկսում է նրա հետ խաղալ, բայց ինքան լավն է, որ պահի տակ տեսնում է, որ մենք նայում ենք, թե ոնց են երկուսով խաղում իրար հետ։ Պահի տակ աղջիկս թողում է, գալիս է մի հատ, sense խփում է ձեռով, մի հատ հելնում է գիրկը, մի հատ sense լեզվով ուզում մի հատ պաչին ուրից իջնում է գնում անդե։ Այդ ամենին Աղասի Հունանյանը հավելեց. Իմաստը եկել է, ուր սումիկս ինքն է, հիմա որ ասենք այդ ամտուն, գոնե մի հատ շոյեմ այդ այլանդագին, հետո այդ համ իմ գործերի։ Գնացի, արի։ Անդրադառնալով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային կենդանիներին, կուզեմ հիշատակել հոլիվուդյան աստղ Հենրի Կավիլի անունը։ Ինչպես հայտնի է, Հենրի Կավիլին հայտնիություն, համաշխարհային հայտնիություն բերեց Սուպերմենի դերը։ Եվ պատահական չէր, որ երբ ինքը վերցրեց շնիկ, նրա անունը, այդ Ակիտայի անունը կնքեց հենց Սուպերմենի պատվին Կալ-Էլ։ Հենրի Կավիլը անկեղծ խոստովանում է, որ Կալ-Էլը իր համար ուղղակի շունչ է, այլ իր էմոցիոնալ սփոփողը եւ այդ իսկ պատճառով ինքը պաշտոնապես նրան ամրագրեց որպես իր էմոցիոնալ սփոփող ու երբ ինքը թռիչքով ինքնաթիռով մեկնում է այստեղ կամ այնտեղ, Կալ-Էլը լինում է իր հետ միասին ինքնաթիռի սրահում, այլ ոչ բեռնախցիկում։ Հետաքրքրականը նաև որ Հենրի Կավիլը հաճախ շնիկի հետ գնում է նկարահանումների եւ պարբերաբար տեղադրում իր Instagram-յան էջում Կալ-Էլի մասնակցությամբ տեսանյութեր, որոնք միանգամից հավաքում են միլիոնավոր դիտումներ։ Դեսքես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Միշտ սիրել եմ կենդանիներ, բայց երբեք չեմ պատկերացրել, որ տանը կպահեմ ընտանի կենդանի, այն էլ կատու։ Բայց այսօր Ֆիլիպը դարձել է իմ կյանքի անբաժան մասնիկը, ում շատ սիրում եմ։ Արմինե Գրիգորյան։ Անցյալ տարի հուլիսի 4-ին արթնացա, Facebook-ը բացերի, մեկ է տեսնեմ սիրուն մռութով մի հատ փիսիկա գցած ու գրածա բարի ձեռքերին կտանք ով պահի այս փիսիկին, այս աչքերը ինձ գիպնոզացրեց այդ փիսիկի։ Տվեցի մեր աշխատողին համարը, ասեցի ինչ կլինի, զանգի մի հատ հետարքրվի, զանգահարեց, այդ համարը այդպես էլ չպատասխանեցին։ Իսկ մեր մատուցողը ասել էր, գիտեք, ես գիտեմ տեղ, որտեղ այս տեսակ փիսիկ հենց կա, վաճառում են, Զաքերա։ Հաջորդ օրը արդեն հուլիսի 5-ին ինքը իր ամեն ինչով մեր տանն էր։ Բրիտանիցա պարոդայով, բրիտանացի, հենց ջղայնանում եմ վրեն, ասում գլոբալիստի մեկը գլոբալիստ, սիրուն բաներ ենք պատվիրում, կահույքներ, փիսիկի համար, ճոճանակներ ու ես իմ ինչեր ինքը կարող է ոչ մի բանի տեղ չդնի, գնա իր ящիկի մեջ մտնի։ Անունն էլ շատ հետաքրքիր էր, ես ուզում էի դնել Շասը։ Պարզապես համացանցը բացեցի, Google-ով նայեցի կատվի անունն էր, նայեցի, չգիտեմ, կանգնեցի Ֆիլիպ անունի վրա։ Սա առաջին նկարահանումն է Ֆիլիպի, հատուկ հյուր էսպես առաջին անգամ եմ։ Արմինեն անկեղծ խոստովանում է, որ Ֆիլիպը իսկական բրիտանացի է, ինչը նկատելի է թե բնավորության գծերի եւ թե նախասիրությունների մեջ։ Ինքը շատ լուր փիսիկ է, ինքը երբեք միաու չի, այն անեկդոտ կա չէ մի հատ, որ ասում է, այսքան ժամանակ ոչ մի պրոմոխ չի եղել այս տանը, որ ձեն հանեն, հիմա փիսոյինն է, երևի պրոմոխ չի լինում, ընդհանրապես ձայն չկա։ Երազում ենք, որ մի հատ միաու անի, մեկ, ինքը միայն ուտում է փիսիկներին հատկացված կերը, անընդհատ իրան լպստում է, լվացվում է։
Բացի դրանից ընդհանրապես ասում են ֆիզիկներին չի կարելի լողացնել, ես տարվա մեջ մի քանի անգամ ես մեկ տարվա մեջ տարել եմ լողացնելու եղումներն են կտրում, տանում ենք բժշկի մոտ, ես ինքս դա չեմ անում, մազերն են սանրում, ականջներն են մաքրում, թեթև խնամքներ, ու հիմա որ դրեցի ես իր կալյասկայի մեջ, որ բերեմ, երևի մտածում եմ բժշկի եմ տանում, անհանգստանում, այսպես դլոմի վախեցի, բժշկից ենք եկել, այն սիրուն աղջիկներին լնայի, տղա ես, չէ՞ նայես աղջիկներին, դավայ նայ։ Եթե ինքը չուզի, որ ես իրան սիրեմ, աշխարհը շուր գա, ինքը չի թողնի, որ ես իրան սիրեմ։ Երբ որ ինքն ուզում է ժամանակ կարող ասենց խելոք, ֆռա գա, ասենց բան հետևի կողմից գա, նստի ես կողքս ու մի հատ միաու անեմ, միաու, ցիպը թույլ եմ տալիս ինձ սիրես։ Ամեն օր պիսիկները ժամ ունեն, որ ասենց որսի են էլի իբրև դուրս գալիս։ Իրանց կինոյի, պիսոյի տեղ են դնում, ասենց վազում է, ես այս կողմ եկու, ասենց ձեներ անում, դա տևում է երևի մի 5 րոպեի ջան, եւ վերջ։ Օրքա դա էլ չի անում, ինքը շատ հանգիստ խաղաղ կատու է, բայց այդ բրիտանական այդ վիճակը կա մեջ է այսպես։ Հետո որտեղ մտնեմ ինչ-որ սենյակ մտնեմ, ասենք իր լատոկի կողքը մտնեմ, հետևիցս անպայման մտնում ա որ ստուգի, ամեն ինչ նորմալ է, հետո դուրս ա գալիս ստուգելուց հետո դուրս ա գալիս սկսում ասենց գնամ ցիպը։ Նայ հա, ես խելոք կպայես։ Ընդհանրապես չի սիրում, երբ որ իրան պավադոկ են հագցնում, աշեինիկ են հագցնում, բանտիկը բերել է, որ այսօր նկարահանմանը բանտիկով Ֆիլիպոկ մոռացանք ու բանտիկը քեզ հագցնեմ։ 1 տարի է ինքը ինձ մոտ է, երբեք ոչինչ չի վնասել։ Ես ավելի շատ չարություն եմ տուն անում, քան ինքը։ Happy birthday, Սիրուն Ֆիլիպ, happy birthday to you, զարմացած տարիվա, ուտեմ քեզ քո ծնունդն շնորհավոր թաթիկով անում, թաթիկով։ Այդ ամենին Արմինե Գրիգորյանը հավելեց. Կատու պիտի պահես, որ կատվի էությունը իմանաս, լրիվ տարբեր բան են քո մտածածից, իրան հիպնոզացնել ունեն, խելագարված սիրում ես կատուներին, իրանով եմ ապրում, իրան շատ սիրում եմ, ինքն է իմ տերը, ոչ թե ես իրա տերը, սենց ասեմ, այս ստիպա։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային կենդանիների թեման եւ կուզեմ հիշատակել Լեդի Գագային եւ իր ֆրանսիական բուլդոգներին։ Գոդին եւ Գուստավը, այդպես է Լեդի Գագայի շների անունը, հայտնի են ոչ միայն իրենց մոդելային կարիերայով նորաձևության ամսագրերում, այլ նաեւ 2021 թվականին տեղի ունեցած աղմկահարույց պատմությամբ։ Խոսքը շների գողության մասին է, որը բարեհաջող ավարտ ունեցավ շների համար եւ 21 տարի ազատազրկման հանցագործի համար։ Մի փոքր մանրամասն է։ Ռայան Ֆիշերը Գագայի օգնականը դուրս եկավ շների հետ զբոսանքի եւ երբ շների վրա հարձակվեց հանցագործը, ինքը փորձեց պաշտպանել վերջիններից եւ ընկավ արդյունքում հարձակվողի հրազենային կրակոցների տակ ու կրծքավանդակում լուրջ վիրավորանք վնասվածք ստանալով տեղափոխվեց հիվանդանոց։ Երկար բուժումներից հետո իհարկե Ռայան Ֆիշերը ապաքինվեց, իսկ ահա հանցագործը դատապարտվեց 21 տարի ազատազրկման։ Այս պատմության մեջ հետաքրքրական փաստերից է նաև այն, որ Լեդի Գագան հայտարարել էր պարգևատրում այն մարդուն, ով կգտնի շներին։ Եվ այդ գողությունից 2 օր անց շներին ոստիկանություն բերեց մի կին։ Սակայն պարզվեց, որ այդ կինը հանցակից է այդ գողության ու այդ իսկ պատճառով Լոս Անջելեսի դատարանը պաշտոնապես ազատեց Լեդի Գագային այդ $500,000 վճարելուց։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցների։ Մեր ամենից ամենաբարի գոլեգաներից մեկը Դավիթ Դավթյանը շատերին հայտնի է իր սերիալային դերերով։ Սակայն շատերին էլ ինքը հայտնի դարձավ անօթևան շան ձակուկներին փրկելով եւ նոր կյանք պարգևելով։ Աշխատանքի վայրում էի եւ տեսա 2 շանձակ փողոցում վազում էին, հետո մարդկանց հետևից էին վազում, ոնց որ տեր էին փնտրում, նոր տարվա օրերն էր։ Վերցրեցի այդ շներին, ամբողջ գիշեր մնաց իրանց հետ եւ տարա տուն։ Աղում էի ուղակի, սիրում էի եւ այլն, մինչեւ այն պահը, որ իրանք հիվանդացան։
գոյություն ունի էնտերիտ հիվանդություն կոնկրետ ձագերի մոտ ու իրանք հիվանդացան։ Մեկին շատ հեշտ բուժեցի, իսկ մյուսը շատ ծանր տարավ։ 10 օր անցկացրել եմ գիշեր-ցերեկ այդ շանս հետ, երբ իմ շունը լավացավ ու դրանից հետո ես հանդիպեցի 5 ձագերի նույն հիվանդությամբ, 3-ը անկած ու 3-րդը վատ վիճակում։ Ես այդ երկուսին էլ բուժեցի եւ այդպես գնաց իմ կյանքը էնտերիտ բուժելով, ձագեր փրկելով ու սկսեցին ինձ հանդիպել լիքը ձագեր, խումբ։ Իրենց ստանում էի կլինիկա, բայց ինձ հաջողվում էր 5-ից 3-ին փրկել, 2-ին փրկել ու այդ հիվանդությունը իմ համար դարձավ իմ կյանքի ամեն օրվա մի մասնիկ։ Ես ամեն օր ապրում էի այդ հիվանդության դեմ պայքարելով։ Մոտ 2 տարվա մեջ իմ մոտ արդեն ունեմ 100-ից ավել շուն ու դեռ շարունակվում է։ Որ շունը որ փրկվում է, մնում է իմ մոտ։ Սկզբնական շրջանում ես իմ սեփական ծախսերով անում էի այս ամբողջը, բուժումներ, կերակրել եւ այլն, բայց հետո երբ շները շատացան, այդ բեռը շատացավ, իմ մոտ հայտնվեցին շատ բարի կենդանասեր մարդիկ, որոնք ինձ օգնեցին եւ մինչեւ այսօր օգնում են։ Ես որոշեցի իրանց համար տեղ պատրաստեմ մնալու ապահով։ Մինչ այսօր մոտ 35 շուն ապահով ունի կացարան իմ մոտ, իմ հողի վրա, իսկ մոտ 60 շուն ես դեռ պետքա տեղավորեմ այդ կացարանում, որպեսզի ապահով ապրեն այնտեղ։ Ու մինչև օրս ոչ մի շուն ես չեմ տվել որդեգրման։ Ես հիմա տեղադրում եմ վիդեոներս սոցհարթակներում, որպեսզի մարդկանց մեջ արթնանա սերը դեպի կենդանին, որովհետև իմ հետ եղել է տենց։ Դավիթն անկեղծ խոստովանում է, որ շատ ծանր է տանում, երբ տեսնում է մարդկանց դաժան վերաբերմունքը կենդանիների հանդեպ եւ փորձում իր չափով դեմ կանգնել այդ խնդրին։ Չգիտեմ, մարդիկ ինչպես են մտածում, ինչ որ նյութական, ինչ որ բաների համար հնարավոր է իրենք վնասեն կենդանուն։ Ես ուզում եմ դա վերանա մեր երկրից։ Այսինքն լինի սեր, հոգատարություն կենդանիների նկատմամբ։ Ես պայքարում եմ, որ փոխվի, ինչքան որ կարողանում եմ։ Այդ ամենին Դավիթ Դավթյանը հավելեց. Այս 2 տարվա մեջ մոտ 40-50 շուն եմ ես կորցրել ու ամեն մի շան հետ ես տանջվում եմ, հասկանում եմ, որ դեպքի չեմ անում, պետքա ավելի ու ավելի շատ շների փրկեմ։ Իմ մոտ առաջանում է այդպիսի զգացողություն։ Բայց այսքան տխուր իրավիճակի մեջ, երբ գնում եմ մնացած իմ փրկած շների մոտ, հասկանում եմ, որ իզուր չի ու հասկանում եմ, որ պետքա ավելին անել։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային կենդանիների թեման եւ այս անգամ կուզեմ հիշատակել երգչուհի Ադելի անունը։ Ադելն ունի 3 շնիկ՝ Բոբին, Լուին եւ Ֆրեդին, սակայն իմ պատմությունը Լուիի մասին է։ Լուին ոչ միայն Ադելի տան ընտանի կենդանին է, այլ իսկական ընկեր, որը երգչուհու հետ է դեռ պատանեկության տարիներից։ Լուին հանդիսանում է նաև Ադելի մի շարք հանճարեղ երաժշտական ստեղծագործությունների համահեղինակը։ Իսկ ահա անունը Լուիի կնքվեց ի պատիվ համաշխարհային ջազմեն Լուի Արմսթրոնգի, որովհետև երբ շնիկը լսում էր Լուի Արմսթրոնգի ձայնապնակը, ինքը նրա հետ հավասար երգում էր։
2024 թվականին Մյունխենում կայացած լայնամասշտաբ համերգաշարի ժամանակ Ադելը փաստեց, որ իր շնիկը Լուին դարձավ 17 տարեկան եւ կատակով ասաց, որ այդ շնիկը աշխարհի երևի ամենատարեց տաքսան է։ Եվ չնայած, որ տարիքի համեմատ ինքը ունի որոշակի տարօրինակություններ, միևնույն է Ադելը շատ սիրում է Լուին։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Մեր սիրելի շնիկը բուն մեր ընտանիքում հայտնվեց շատ պատահական եւ այդ պահից ի վեր դարձավ մեր մեծ ընտանիքի տան անդամը։ Դիանա Խերանյան։ Մենք մտադրված չէինք կենդանի պահելու ու այնպես ստացվեց, որ մեր ընկերներից մեկը գտնվում մարդ երկրում ու որոշեց, որ իր երեխայի տարեդարձին պետքա շուն նվիրի ու մեզ խնդրեց, որ շուն են ուղարկելու, խնդրում եմ այդ շանը դիմավորեք, մեկ շաբաթ հետո կտակ իմ երեխային, շանը վերցրեցինք, այսինքն մեր բուի, բերեցինք մեկ շաբաթ պահեցինք, բայց հետո հասկացանք, որ այդ մեկ շաբաթ հետո մենք բուին չենք կարող տալ տվյալ երեխային, նախ այդ երեխան շանը դեռ չէր տեսել, հասկացանք, որ մենք բուիկի հետ կապվել ենք ու մենք իրան շատ ենք սիրում, ինքն էլ մեզ շատ սիրում, որոշեցինք բուին պահել մեզ, բայց հետո տեղեկացրեցինք իրան, որ գիտես ինչ է, այսպես մենք շան հետ կապվել ենք ու շունն էլ մեզ հետ է կապվել։ Մենք առանք մեկ ուրիշ պամերանսկի շպիծ, էլի սպիտակ բուի նման ու տվեցինք տվյալ երեխային իր ծննդյան տարեդարձին։ Բուն մեր մեծ ընտանիքի փոքր, բայց շատ կարևոր անդամներից մեկն է, որին մենք բոլորս շատ ենք սիրում։ Բուն իմ քուրիկի տանն է ապրում, բայց հիմնականում լինում է մամայիս մոտ, երբեմն ինձ մոտ, այսինքն բոլորից մոտ կա այդ պատասխանատվությունը բույկի խնամելու համար։ Իսկ բուի անունը մենք չենք որոշել, Միացյալ Նահանգներից է եկել, ինքը իր անձնագրով եկավ եւ հենց այդպես իր անունը Բուի էր։ Բուն արդեն 7 տարեկան է ու ավելի շատ ընտանիքի անդամներից կապված է մամայիս հետ, որովհետեւ մամաս ավելի շատ ժամանակ է հատկացնում Բուիկի հետ։ Իսկ մնացած բոլորից հետ էլի շատ ջերմ հարաբերությունների մեջ։ Այ երեխաների հետ մի քիչ դժվար է շփում ստացվում։ Մի անգամ ներկայացման էի, գնացել էի թատրոն, մամասը տեղյակ էր, որ պետքա գնա, որտեւ իրանց տանն է, հետո իրանց տանից դուրս եկա, որ պետքա գնամ ներկայացման։ Գնացի ներկայացման արդեն այդ մեջտեղի հատվածներն է հասել, մեկ է տեսնում հեռախոսից վրա մի 10 անգամ մամայիցս բաց թողնված զանգ ունեմ։ Այդ ժամանակ արդեն ահավոր անհանգստացա։ Դեռ ներկայացում չէր ավարտվի, արագ ասացի մի պա զանգեմ, հարցնեմ ինչ է եղել։ Զանգեցի, ասեցի՝ «Մամ ջան, ինչ ա եղել»։ Ասեցի՝ «Դիանա բուն կորել է»։ Գնացելա դուրս, ման եկե, ամենտեղ ման եմ եկի, ասում որ դու դուրս եկար, տան դուռը բաց ես թողել, քո հետևից դուրս եկե։ Ու պատկերացնում որ դա իմ մեղավորությունն է, դուռը բաց եմ թողել, բուն կորել է։ Ու հիմա այս պատկերացնում մեր տան մնացած մյուս անդամներին ինչ պետք է ասենք, որ բուն կորել է։ Ես արդեն էլ ներկայացման ժամանակ չէի մտածում ներկայացման մասին, ոչինչի մասին չէի մտածում, մենակ մտածում էի ոնց անեմ, որ արագ հասնեմ տուն, ես էլ իմ հերթին մանգամ, տեսնեմ ուրա կորել մեր բուն։ Հետո մի 2 ժամ անց պահարանի մեջից ձայներ լսեցի, տեսնեմ պահարանի մեջ այս փոքրիկ մի հատ ադյալ ունեինք, այնտեղ շատ փամփլիկ էր։ Ինքը մտել է այդտեղ, մի փոքր դուռը բաց է եղել ու քնել էր։ Այն հարցին, թե ինչ բնավորության գծեր եւ ինչ նախասիրություններ ունի փոքրիկ բուն, Դիանան անկեղծ խոստովանեց հետեւյալը. Ինքը ավելի շատ սիրում է, որ ինքը գա պարկի, մենք իրան այսպես ժամերով շոյենք։ Ում ինքը ավելի շատ է սիրում, ուզում է իր հետ ավելի շատ մտերիմ հարաբերությունների մեջ լինի։ Դա մամաս է, ես եմ եւ քույրիկս։ Աշխատում ենք ամեն օր, օրը 2 անգամ պարտադիր տանել դուրս։ Բույկը ունի շատ բազմաթիվ շորիկներ, տարբեր տոների համար նախատեսված, բայց ամռանը մենք չենք հագցնում շորիկներ, որովհետեւ նախ բավականին շոկ է լինում ու կարծում եմ շունիկների համար մի քիչ անհարմար կլինի, բայց այդ ձմեռվա համար ունի շատ գեղեցիկ հուդիներ, գլխարկներ, կոշիկներ, չէ բույիկ ջան։ Այդ ամենին Դիանա Խերանյանը հավելեց. Սա բույիկի առաջին հաղորդումներ լինելու, ասեցինք թող սիրուն սանրված, չնայած ինքը միշտ սիրուն սանրված է լինում, բայց ամեն դեպքում այս անգամ ավելի թարմացրած ենք բերել բույիկին, որ առաջին հաղորդումը էլ ավելի լավ լինի իր համար։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային կենդանիների թեման եւ այս անգամ կուզեմ հիշատակել հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Գարների անունը։ Ջենիֆեր Գարների մեծ սերը ֆերմերային տնտեսության հանդեպ ինքը վերածեց իսկական շոուի եւ կատակով սկսեց իրեն անվանել Chicken Lady։
Դերասանուհին սկսեց նկարահանել հետաքրքիր տեսանյութեր իր հավերին մասնակցությամբ ու բնականաբար պատմում էր յուրաքանչյուր հավի մասին հետաքրքիր պատմություններ, ինչը բնականաբար հավաքում էր միլիոնավոր դիտումներ։ Եվ այնտեղ կար իսկական ինստագրամյան աստը, խոսքը Հենեսի, կապիտան Հենեսիի մասին է, եւ երբ այդ թռչնակը բնական ճանապարհով հեռացավ կյանքից, ինստագրամյան հետևորդները Գարների շատ տխրեցին։ Սակայն դերասանուհին որոշեց շարունակել իր բռնած գործը եւ մի առժամանակ անց ընտելացրեց ուրիշ ճուտիկներին, որոնց մեջ հայտնվեց մեկ ուրիշ ինստագրամյան աստղ Մերի Կյուրի անունով։ Դե իսկ ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Իմ սիրելի Պուշոկին ինձ նվիրեց իմ լավ ընկերներից մեկը, դերասանուհի Աննատի Սաքանյանը։ Իսկ ահա անունը կնքեց իմ մյուս լավ ընկեր, երգչուհի Լիլիթ Կարապետյանը, Արտյոմ Սիմոնյան։ Հասնացու ենք ամեն անգալիք ես սիրուն տղա ես դու, չաղկալ աչկերով, սիրուն տղա ու պետքա մի հատ կին։ Դերասանուհի Աննատին ա նվիրել իրան։ Պուշոկը 2 տարեկան է, աստղակերպով ինքը կարիճ է, իր պապայի նման։ Կարիճները շատ լավ մարդիկ են, զգայուն մարդիկ են, ու մի բան ասեմ, ինքը դաժե իմ տրամադրությունը միանգամից հասկանում է։ Անգամ որ աղը մայրիկս լավ չէր զգում իրան, այդ պահին Պուշոկը ոնց որ զգում էր մաման լավ չէ, ու մոտից մի քիչ ջան անգամ իմ մոտ չէր գալի։ Իմ տղեն շատ խնամված է, իմ տղեն շատ լավ ապահովում, օգտվում է ամենալավ կերերից, ոչ մազա թողում, ինքը շատ մաքուր շունն է, ու ես իր հետ այդ ռիլը արել եմ, որ բոլոր մարդիկ հասկանան, որ կենդանիները շատ բարի են ու շատ մաքուր են։ Արտյոմն անկեղծ խոստովանում է, որ Պուշոկը շատ բարի է, սակայն ունի նաև բնավորության առանձնահատկություններ եւ անշուշտ իրեն բնորոշ նախասիրություններ։ Ինքը շատ սիրում է երեխաների հետ խաղում է։ Ինքը մենակ այդ պայն միացած հոտոտի, հասկանա ով է, ու վсё, արդեն Պուշոկը իրանց ընկերն է դառնում ու վերջ։ Տանել չի կարում լողանալը, հենց ուզում ենք ջղանանանք վերենք, ասում եմ, արի գնում ենք չոփոն անելու, փախտում է միանգամից։ Չէ, Պուշ։ Բնավորության գծերը ինքը շատ ընկերասեր է, բայց կարա նաև մեկ-մեկ տվյալ մարդուն չսիրի, որովհետև շները միշտ տենց է, չէ, զգում են։ Դիմացինը կենթանասեր է, թե չէ, օրինակ ինքը շատ շուտ դա զգում է։ Ինքը այնքան բարի է, այնքան համբերատար շուն է այսենց հիմա, որ ես աշխատանքի եմ լինում, մինչև չեմ գալիս տուն, ինքը չի քնում, սպասում է իր պապան գա տուն։ Քաղցր սիրում է, բայց քաղցր չեմ տալիս, որովհետև ասել են, որ շունիկներին քաղցր չի կարելի, աչքերին վնաս է։ Իրան տալիս ենք հատուկ sense պեչենիները։ Սիրում է մի հատ ինքը խաղալիք ունի, այդ խաղալիքը մինչև հիմա մնացել է երևի ոտը, բայց կապ չունի, ինքը մենակ այդ խաղալիքով ամենաշատը սիրում խաղալ։ Զբոսանք շատ է սիրում, ինքը ազատ ժամանակ տանում եմ, բայց իմ գրաֆիկից ելնելով մի փոքր ուշուշ եմ տանում, չնայած մաման ու պապան միշտ իրան տանում են ման տալու։ Տունը ոչ մի բան չի անում, ինքը մեզ հասկացնում է, որ հանենք դուրս։ Գալիս է իր թաթիկով սենց անում, դա նշանակում է արդեն դուրս գնալու ժամանակն է։ Ասում են կուկումբեր գնում է բերում է։ Հետի էլի իր պապին է սովորացրել, կական կեր, իր կերին մենք կակա ենք ասում, որ ինքը ուտի։ Ասում են գնանք չոփուն անենք, փախնում է։ Հա, մեկ է դուրս, ասում ենք Պուշոկ գնանք դուրս, վազելով արդեն գալիս է ու ռեմենին է սենց նայում։ Այդ ամենին Արտյոմ Սիմոնյանը հավելեց. Պապան առաջնայինն է իր համար, երկրորդը ես եմ, երրորդը մամաս է։ Կարող է բոլորին ուրանա, բայց հենց պապան մի հատ մտնի տուն, վсё, ինքը իր գիրկն է, իր մոտ է, իր մոտից մի քայլ չի անում։ Գիշերները դե գիտի, որ պիտի իմ կռավատի վրա քնի, դրա համար գալիս է իմ մոտ։ Բայց եթե հնարավորություն լիներ, էլ ինքը կգնար պապայից մոտ։ Պուշոկ մատ պաչեմ թութունո։ Օխ, ուշելի մա թաթիկով արա, թաթիկով արա։
Ամենից ամենան շարունակում է իր եթերը եւ բոլոր նրանք, ովքեր հենց այս պահին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենաաստղային կենդանիների մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։ Մանկուց մենք տանը պահել ենք ընտանի կենդանիներ, հիմնականում կատուներ։ Սակայն առաջին շունիկը մեզ մոտ հայտնվեց մի քանի տարի առաջ եւ այդ պահից ի վեր դարձավ մեր անբաժան ընկերը Ժակլին Սարխոսյան։ Քաղաքից դուրս տուն ունենք եւ գալիս է մի հատ փուճուր շունիկ, մի 2-3 ամսեկան։ Առաջի օրը շատ լավ վազվզեց, կերակրեցինք իրան, երկրորդ օրը տեսնում ենք, որ վատ առողջ է ինքը։ Իմ աղջիկը ասեց. «Մի հատ պլեդի մեջ դիր եւ բեր քաղաքի տուն»։ Մինչեւ առավոտ 3-ս նստած էինք ու աղոթում էինք, որ ինքը չսատկեր։ Ժամը 9-ին զանգահարեցինք, բժշկի հետ պայմանավորվեցինք եւ գնացինք բժշկի մոտ։ Զանգնեց իրան եւ ասեց, որ ծանր հիվանդ է, 2 օր կամ 3 օր ժամանակ եմ իրան ընդհանրապես տալիս, չէ, պետքա քննենք իրան։ Մենք իրան խնդրեցինք, ասեցինք ամեն ինչ արա, մենք պատրաստ ենք ամեն ինչին։ 2 օր անցավ, զանգահարեց, ասեց եկեք ձեր բոմժին տարեք։ Իրար նայեցինք աղջկա հետ, որոշեցինք, որ վակցինաները բոլոր անենք, անձնագիր հանենք եւ պահենք իր մոտ, քանի որ քաղաքից դուրս տուն ունենք, շուն մեկը պետք է լինելու։ Եվ անունը դրեցինք Լունա։ Հիմա ինքը արդեն 3.5 տարեկան է։ Եվ ծնունդը գրեցինք մարտի 1։ Կամած սկսեցինք մենք էլ ընտելանանք իրանը եւ ինքը մեզ ընտելանալ։ Եվ քանի որ մենք աշխատում ենք Բեյրութում եւ ճամփորդում ենք, այս տարի որոշեցինք հետներս տանենք Բեյրութ։ Եվ ինքը տան մեջ չի ապրել, ինքը ապրել է Պարտեզում, իր համար տուն էինք սարքել։ Եվ նաև ինքը որսորդ է, քանի անգամ Պարտեզում աղվես ենք քթել, ոզնիներ էր տեսել, սովորացրել ենք մի քանի բան։ Նա գիտի օրինակ, թաթիկը տուր, նստի, գուշակի որ ձեռքի մեջ է կերը, ինքը թաթիկով ցույց է տալի որտեղ է։ Թաթիկի մեջ է, էս թաթիկի մեջ է, ապրես։ Դե հիմա նայ որ թաթիկի մեջ է, ցույց տուր, ապրես, օպրիմ օծիկ, օպրիմ խելոկը։ Լունան խառնուրդ է եւ ինչպես բոլոր խառնուրդները ծայրաստիճան խելացի, հավատարիմ եւ բարի շնիկ է։ Շատ բարի, ինքը ունի մեջին կուլտուրա։ Ես իրան ասում եմ մեր դինջ աղջիկ, որովհետեւ ամեն ինչ որ անում է դանդաղ անում։ Միայն այն ժամանակ, երբ որ վտանգ է սպառնում, որ կողքից շուն է տեսնում կամ ինչ որ կենթանի է տեսնում, ինքը ուզում է ցույց տա, որ ինքը շատ համարձակ է, բայց ինքը ընդհանրապես համարձակ չի, որ մի հատ шուն է տեսնում, գալիս է իմ հետևից, պաղկվում է եւ սենց իմ հետևից նայում է, որ ես այդ շանը քշեմ։ Я всегда ложусь с краю и спокойно засыпаю. Չի հաճում ընդհանրապես, շատ սիրում է մարդկանց, երեխաներին։ Նույնիսկ իմ աղջիկը իրան անվանել է Չիլավեք սաբակը։ Մարդու նման է, նույնիսկ պարկում քնում։ Բարձը եթե չլինի գլխի տակ, ինքը չի պարկի։ Ինքը սիրում է ուտել, ինչ որ մենք ենք ուտում, եւ շատ սիրում է ոսկորներ կրծել, շատ է սիրում բանջարեղեններ, խնձոր է շատ սիրում, ավոկադո էլ է շատ սիրում, մենք ատում ենք լողանալը, բայց ինքը շատ է սիրում գզվել, շատ է սիրում մեջքի վրա պարկել թաթերը, ծալել, որ իրա փորիկը սիրեն, նույնիսկ գալիս է մասնավոր, նստած գիրք ես կարդում, գալիս է թաթով խփում է արջևդ պարկում է, որ դու իրան սիրես։ Վատ կողմը նա է, որ ինքը, երբ որ իրան ձեռ չի տալիս, ինքը նենց է անում, ոնց ինքը չի տեսնում, չի լսում, բայց ամեն ինչ տեսնում եւ լսում է։ Եվս մեկ ամենից ամենամասնակից մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը եւ ես առանց չարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Քանի որ իմ մանկության տարիներին մեր տանը արգելված էր պահել ընտանի կենդանիներ, ուստի ներկա պահին այդ բացը ես փորձում եմ լրացնել իմ աղջկա Ժանուլի կյանքում։ Գոհար Բաղդասարյան։
Իմ առաջին կենդանին ձմեռ պապիկը որ բերել է եղել էր թութակ, ես շատ էի փոքր ժամանակ ուզում թութակ ունենայի, հետո բերեցին եւս մեկ թութակ, նրանց անունը Կիկի Կակայի դրել ես, բայց ցավոք սրտի հետո նրանց տարան, որովհետեւ ես որ փոքր էի, հարցրել էի նրանց կերը ինչից է բաղկացած ոնց որ, ասել էին մարևաց աղիքի նման բաներ են մեջը, ես վերցրել էի մի հատիկ կերել էի ու դրանից հետո անընդհատ հազում էի, մտածեցին որ ես թութակից ալերգիա ունեմ ու տարան իմ թութակին։ Մի օր նապաստակ ուզեց իր ծննդյան օրը շատ սիրուն փաթեթավորել էի ու բերել էի նապաստակ իր համար։ Ձմեռ պապիկից ուզել էի փիսիկ ու ասեց այդ նամակս ոչ մեկի չեմ տալու, որ ձմեռ պապիկը գտնի ու տանի։ Շատ դժվար գտանք իր նամակը ու տեսանք որ գրել է մոխրագույն փիսիկ եմ ուզում, այդ բրիտանական փիսիկների մասին է խոսքը։ Գտանք այդ փիսիկին, բերեցինք։ Իր անունը մենք դրեցինք Գաբի։ Գաբին դարձավ մեր ընտանիքի մի մասնիկը։ Մի ընթացք եղավ, որ ինքը հիվանդացավ, բայց ես ոնց էի տառապում ու բոլորս լավ բժիշկներով ես իրան կարողացա էլի ոտքի հանեմ։ Հետո ձագուկներ ունեցավ Գաբին, հենց կեսուրից ծննդյան օրն էր, մեր տանը լիքը մար, քուրիկ ու ապերիկ էին էլի ծնվել։ Անունները դրեցինք Ջեք ու Մոնա։ Ջեկին մենք Թիսո պապային տվեցինք, իսկ Մոնային պահեցինք մեզ, որովհետև Մոնային շատ սիրեցինք։ Ու իրոք այն որ ասում է կատվի համն ու հոտը, մեր Մոնան է։ Գաբին բնավորությունը շատ խելոք փիսիկ է եղել ու պլյուս ինքը դաստիարակվել է իմ տատիկի կողմից, դրա համար ինքը միջև հիմա է շատ խելոք կատու է, շատ խելացի է, որովհետև եթե իրան ինչ-որ մի բան է պետք, ինքը գնում է ու ուշադիր նայում է այդ մարդու դեմքին, որ ոնց որ կեր տան իրան կամ ջուր տան, իսկ Մոնան իր ձագուկը շատ չարաճճի փիսիկ է։ Ու Մոնան հիմնականում պլանավորում է իր չարություն անելը, Գաբինը ներքաշում է։ Գաբին տենց պատերին բարձրանալ բան, միջև Մոնան չի արել, իսկ հիմա իրար հետևից նայելով միջև առաստաղ բարձրանում են պատերի վրայով ու դմփալով ընկնում են գետնին։ Կրավատների վրա որտեղ ուզում պարկում են, գիտեն որ դա իրանց սենյակն է, իրանք պետքա այդտեղ պարկեն։ Եթե թողեցիր իրանց տունը հետ եկար, նույն կերպով տունը կգտնես։ Երբ մենք տանն ենք, այդ Մոնան կազմակերպում ու սկսում են ավիրել տունը։ Հունիսի 1-ին մամայի հետ գործի ենք մենք գնացել ու այդ օրը ես իմ վաստակած գումարով անձամբ առա ինձ փոքրիկ բադիկի ու իր անունը մենք դրեցինք Բդո։ Տասնհինգ օրում ինքան մեծացավ, որ արդեն իրոք եւ իր ավանդակներ իր համար փոքր եւ տունը։ Դրա համար իրան տարանք, հետո իմ հոպարը ինձ որպես նվեր ձուկ էր բերել փոքր ակվարիումի մեջ։ Հետո առանք շատ մեծ ակվարիում ու այդ հիմա այդ ակվարիումը մինչև հիմա կա մեր մոտ ու լիքը ձկներ մեջը շատ սիրուն։ Եկել է պահը, ով է նախորագիր, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն են ներկայացնում իրենց ուշադրությանը։ Ի դեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթը։ Դες կամենայտարքիրները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա ով է նախորագրի հերոսը։ Եթե աշխարհում կա դերասանների ցանկ, իմ համար ինքը 3 հատ առաջ տեղ որ դնեմ, այդ 3 առաջինից մեկն է Ջիմ Քերի։ Ջիմ Քերին է։ Ջիմ Քերին է, որը որ միջով այսօր Օսկար չի ստացել ու հույս ունեմ, որ իրան միանգամից մի 5 հատ Օսկար պետք տան, որտեվ իրանից մի հատ է երկրագնդի վրա։ Այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս ավելեմ, որ 21-րդ դարում հաճախ ստացվում է այնպես, որ ոչ թե աստղերն են դարձնում հայտնի իրենց ընտանի կենդանիներին, այլ հակառակը։ Շատ ու շատ ընտանի կենդանիների համար բացվում են անձնական էջեր, նրանց սկսում են հետևել, սիրել, ճանաչել, երկրպագել եւ արդյունքում իրենց շնորհիվ արդեն հայտնի են դառնում նաեւ իրենց տերերը։ Դες ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում էր հաջորդ եթերին։ Դες մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։